Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ինչպես ամեն աշխատանքային օր, այսօր եւս ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. իշխանությունների համար այս պահին երկու հարցեր կան, որոնք իրենց ամենօրյա քննարկումների օրակարգում են։ Օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ԿՊ վարչության նորընտիր անդամներով կայացած նիստի թեմաները հենց այդ երկու հարցերն են եղել։ Նախ քննարկել են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր, որոնք վերաբերվել են ԿՊ-ի նախընտրական շտաբին։ Նախորդ նիստում վարչությունը ընտրել էր շտաբի պետին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, իսկ քարոզչական պատասխանատու էր ընտրվել Վահագն Ալեքսանյանը։ Եվ հիմա էլ փորձել են հասկանալ, թե ովքեր պետք է լինեն նախընտրական շտաբի անդամները։ ԿՊ-ի կողմից երկրորդ ամենաակտիվ քննարկվող թեման եկեղեցու շուրջ տեղի ունեցող գործընթացներն են։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով իրավապահ մարմինները ուսումնասիրելով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի գործը արդեն հասնում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին։ Ավելի վաղ օրաթերթը գրել էր, որ իրավապահները այցելել են նախարարություն եւ պահանջել մի շարք փաստաթղթեր։ Օրաթերթին այժմ հայտնի են դառնում նոր մանրամասներ, պարզվում է խոսքը վերաբերում է մի պայմանագրի, որը ստորագրել է հենց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը իր ընկերուհի ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանի առաջարկով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք համայնքապետ ընտրվելը ԿՊ-ի կողմից չառաջադրվելու եղանակով լուրջ ռիսկեր է պարունակում։ Ընտրվելուց հետո բանտարկությունը դառնում է անխուսափելի, օրինակները տասնյակից ավելի են։ Ժողովուրդ օրաթերթը կազմել է համայնքների այն ղեկավարների ցանկը, որոնք ԿՊ-ական չեն եւ ձերբակալվել ու կալանավորվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ 2021 թվականի հուլիսի 6-ին ձերբակալվեց Գորիսի համայնքի Քարաունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը, նա Հայաստան դաշինքի վստահված անձն էր Գորիսում։ Նույն 2021 թվականի հուլիսի 7-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գորիսի համայնքապետ Արուշ Հարությունյանը։ 2021-ի հուլիսի 8-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ 2021-ի ապրիլի 22-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։ 2021-ի հուլիսի 17-ին ձերբակալվեց եւ կալանավորվեց Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։ 2021-ի հոկտեմբերի 6-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ 2023-ի դեկտեմբերի 5-ին Ալավերդու ավականին ոստիկանության աշխատակիցներով պաշարված շենքում անվստահություն հայտնեց Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանին եւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Ալավերդի համայնքի ավականու անդամ Դավիթ Ղումաշյանին ընտրեց համայնքի ղեկավար։ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ 2025-ի հոկտեմբերի 23-ին իր տան բակում սպանվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդիա Գրիգորյանը։ 2025-ի հոկտեմբերի 28-ին կալանավորվեց Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։ 2025-ի հոկտեմբերի 29-ին 3 Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասանյանի պաշտոնավարումը կասեցվեց, նրա վերաբերյալ քրեական վարույթն առնչվում է աճուրդների միջոցով հողերի ապօրինի օտարմանը, Բալասանյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելանքը։ Հրապարակ թերթը գրում է. վերջին ամիսներին ՆԳՆ-ի գործունեությունից իր դժգոհությունը չի թաքցնում անգամ Նիկոլ Փաշինյանը, Փարաքարի համայնքապետի սպանության հաջորդ օրվա նրա գրառումը թերևս այն մասին էր, որ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեն։ Կառավարության աղբյուրներից տեղեկացանք, որ Արփինե Սարգսյանն արդեն փոխարինող են փնտրում եւ այս պահին ամենառեալ թեկնածուն քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանն է, որին Փաշինյանն անցած դեկտեմբերին SMS-ով ազատեց աշխատանքից խորհրդարանում տեղի ունեցած չարաբաստիկ լսումներից հետո։ Հրապարակ թերթը գրում է. նախորդին ինքնաթիռից դուրս գալիս Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանին անմիջապես կալանավորելուց հետո նրան տարել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որը հայտնի է Կլոր Բերդ անունով։ Այս բանտում պատիժը կրել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Դավիթ Համբարձումյանը մեկշաբաթյա կարանտինը կանցկացնի եւ կմնա այնտեղ, թե հետո կտեղափոխեն
թե ոչ, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման 6 տարի 3 ամիս ժամկետով, որը նշված հոդվածի գրեթե առավելագույն պատժաչափն է։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է եւ դատավճիռը հենվել է այդ մեղադրանքի վրա, որ նա 2018 թվականին խանգարել է Նիկոլ Փաշինյանի աջակիցներին հասնել Երևան Արարատի մարզից։ Սա իհարկե դժվար ասել որքանով է իրական, որքանով ոչ, կադրեր կան, որտեղ Համբարձումյանի եղբայրը այո մասնակցում է ցուցարարների դեմ գործողությունների, բայց ուղիղ Դավիթ Համբարձումյանի մասնակցության մասին հայտնի այսպես փաստ չկա։ Մյուս կողմից ես չեմ հոգնի ասել, որ նույն այդ օրերին ցուցարարներին խանգարում էր կամ հարձակվել էր ցուցարարների վրա նաև ՀՀԿ նախկին падգամավոր Սամվել Ալեքսանյանը, որի դեմ որևէ քրեական գործ չկա այդ մասով։ Հրապարակ թերթը գրում է. Նալբանդյան, Աբովյան, Արամի փողոցների միջնամասի կառուցապատողը 75-ամյա սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանը հիվանդանոցում է, կոմայի մեջ, ծանր վիճակում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, վերջերս մի քանի ստենտավորում էր տարել։ ԱՎՈ, ՖՄՀ եւ սեփականատերը մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում։ Թերևս դատական պրոցեսներն էլ ազդել են առողջական վիճակի վրա։ Նրա այդ դատական վեճ ունեցող Օլիմպ խանութի սեփականատիրոջ շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը մեզ ասաց, որ Կարագուլյանը վերջերս 680 միլիոն դրամ է վճարել 6-7 տուժողի։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի համար վաղարշաբաթի հաղթանակը ասում են առանցքային նշանակություն ունի։ Նա թիմին հրահանգել է կյանքի գնով թույլ չտալ, որ վաղարշաբաթում Գյումրի 2 լինի։ Ավելին, խոսակցություն կա, որ եթե ՔՊ-ն հաղթի նոյեմբերի 16-ի ընտրություններում, ապա հնարավոր է արտահերթի գնան մի ոտք շուտ ընտրություններ կազմակերպելով։ Այն հույսով, որ անակնկալի կբերի հակառակորդներին եւ հատկապես Սամվել Կարապետյանի թիմին նրանց զրկելով նախապատրաստվելու հնարավորությունից։ Թերևս սրանով է պայմանավորված, որ իշխող թիմում նախընտրական մթնոլորտ է, անգամ նախընտրական շտաբ են ձևավորել։ Ասել են, որ նախընտրական ցուցակը կազմելու է ՔՊ խորհուրդը, խորհրդին կներկայացվի թեկնածուների ընդարձակ ցանկ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը ուսումնասիրել է, փաստաթղթել եւ պարզել, որ 2024 թվականին միայն 1 տարվա ընթացքում հայր եւ որդի Երեմյաններ ՍՊ ընկերությունը ազգային ժողովից ստացել է 6 միլիոն 825 հազար 945 դրամ հանրային սննդի կազմակերպման անվան տակ, ում են հյուրասիրել, կերակրել, պարզ չէ փաստաթղթերից։ Վերադառնալով նախորդ հրապարակմանը, որտեղ խոսվում էր ՔՊ-ի կողմից նախընտրական շտաբի ձևավորման մասին, հենց սրա մասին եմ ես անդադ խոսում, որ իշխանությունները հրապարակել են 2026 թվական հունիսի 7, որ ընտրությունները տեղի ունենալու այդ օրը, եւ ամբողջ ընդդիմությունը ֆիքսվել է այդ օրվա վրա, նախապատրաստական աշխատանքները թույլ են կազմակերպված, որովհետեւ կարծում են, թե ժամանակ ունեն, այնինչ իշխանությունների կողմից սա կարող է տակտիկա լինել, մոլորեցնելու ընդդիմությանը, ժամանակ խլելու նրանցից նախապատրաստվելու առումով, բոլորին ֆիքսել են հունիսի 7-ի վրա, բայց իրենք կարող են օրինակ ընտրություններ անել մարտին, փետրվարին, մայիսին, ապրիլին, հունվարին, այսինքն իշխանությունները հնարավորություն ունեն խաղալու այս դաշտում։ Եվ այստեղ է ընդդիմությունը, որ պլան B չունի, այսինքն ընդդիմությունը չի պատրաստվում հավանական արտահերթ ընտրությունների։ Ընդդիմությունը չի փորձում ձևավորել գրասենյակ թիմեր, նախընտրական կազմակերպչական աշխատանքներ, այո, դա իրենից բավական ծախս է ենթադրում, բայց մյուս կողմից խաղի կանոնը դա է։ Եթե լինեն արտահերթ ընտրություններ, ոչ թե հունիսի 7-ին, այլ դրանից ավելի վաղ, ընդդիմությունը շատ ավելի պակաս հնարավորություններ է ունենալու նախապատրաստվելու, որտեվ իշխանությունները տեսնում եք արդեն շտաբ են ձևավորում, շտաբի ղեկավարը կա, քարոզչական պատասխանատուներ կան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի իր էջում գրեց, որ արդեն նախընտրական ցուցակն են կազմում իրենց, այսինքն իրենք սրան պետք է գումարել ֆինանսական ահռելի միջոցները, որ իրենք տիրապետում են եւ պետական միջոցները, որ կարող են ծախսել իրենց նպատակների համար, կարելի ասել, որ հրաշալի վիճակում կարող են լինել, եթե արտահերթ ընտրությունների գնան։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. ՔՊ քաղաքական կուլիսներում լուրջ դժգոհություն է հասունանում կապված Եվրանեստ խորհրդարանական վեաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի գործունեության հետ կուսակցության ներսում պնդում են, որ նա չի կարողացել պատվիրակության աշխատանքը կազմակերպել այնպես, որ Երևանում անցկացվող նիստը չվերածվեր հրապարակային քննադատության հարթակի։ Հոկտեմբերի 28-ից 30-ը Երևանում անցկացվող Եվրանեստ խորհրդարանական վեաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի ընթացքում Հայաստանի իշխանությունները ստացան այն, ինչ ամենակիչն էին սպասում՝ հրապարակային եւ կոշտ դիտողություններ ԵՄ պատգամավորների կողմից։ Եվրանեստ խորհրդարանական վեաժողովում քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի սկզբում եվրոպացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը հայտարարեց. «Վերջապես Հայաստանը հավակնում է ԵՄ թեկնածու լինել, ուստի պետք է լուծել ներքին խնդիրները։ Խոսքը ոչ թե Թուրքիայի հետ սահմանը բացելու մասին է, այլ նրա ինչ տեղի է ունենում Հայաստանի քաղաքներում, երբ մարդկանց 20-40 ոստիկանով կալանավորում են կարծիքի համար, սա անընդունելի է, սա արդեն մեթոդ է», հայտարարել էր եվրոպացի պատգամավորը Հայաստանի խորհրդարանում։ Մինչև անցնենք պոլիտիկայի հրապարակման, առաջարկում եմ գովազդային դադար եւ վերադառնանք։ Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, առաջարկում եմ բաժանորդագրվել մեր ալիքին, սեղմել զանգակի կոճակը, որպեսզի ստանաք տեղեկատվություն մեր նոր հրապարակումների, հաղորդումների վերաբերյալ, ինչպես նաև գրեք ձեր կարծիքը, այն մեզ շատ հետաքրքիր է։ Ուրեմն Հովանավանքի գիրակտորյա կեղծ պատարակը Նիկոլ Փաշինյանի համար իրական ֆիասկո էր։ Խնդիրը միայն այն չէր, որ 10 օր շարունակ պետական ամբողջ ապարատը լծվել էր մարդ հավաքելու գործին, բայց արդյունքում կարողացան վանքի տարածքում հավաքել ոչ ավելի քան 2000 մարդ, որոնց զգալի մասը քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ ԱԱԾ աշխատակիցներ էին։ Փաշինյանի համար դա ֆիասկո էր առաջին հերթին այն պատճառով, որ իր շնորհիվ խորհրդարան անցած իրենց իսկ բնորոշմամբ ուսապարկերի խմբակցությունից քչերն էին եկել Հովանավանք։ ԿՊԱ-ական մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հատկապես ծանր է տարել Ալեն Սիմոնյանի չգնալը եւ առավել եւս չգնալուց առաջ դրա մասին հրապարակային հայտարարել է. «Ես չեմ մասնակցելու, ես տենց պլաններ չունեմ, միշտ չի, չէ, որ որտեղ վարչապետն է գնում, ես էլ եմ գնում»։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը։ ԿՊԱ-ականները ասում են, որ սա քաղաքական ապտակ էր Նիկոլ Փաշինյանին։ Սիմոնյանի այս հայտարարությունը հնարավորություն է տվել շատ ԿՊԱ-ականների առանց բացատրության պարզապես չմասնակցել քաղաքական այդ հավաքին։ Կարծիք կա, որ Փաշինյանը չի ներելու այս ապտակը եւ առաջիկայում Ալեն Սիմոնյանի ուղղությամբ կլինեն որոշումներ։ Եթե անգամ նրան չհեռացնեն ԱԺ խոսնակի պաշտոնից, ապա հաստատ ԿՊ նախընտրական ցուցակում դա կարտացոլվի, Ալեն Սիմոնյանը անգամ առաջին տասնյակում չի հայտնվի, ասում են մեր աղբյուրները։ Այո, եթե նկատել եք Հովանավանքի այդ քաղաքական ժողովին, ըստ էության ԿՊ-ից լուրջ մասնակիցներ չկային, եւ թվի առումով եւ մասնակիցների առումով կար Գևորգ Պապոյանը կառավարությունից, առողջապահության նախարարը, ելով կար այնտեղ կառավարությունից, այո, մարզպետներ կային, հա, հիմնականում Նիկոլ Փաշինյանի հետ բարեկամական կամ ընկերական հարաբերություններ ունեցող Արագածոտնի մարզպետներ, որի մարզում գտնվում է Հովանավանքը, եւ մեծ մասամբ օրինակ խորհրդարանական գրեթե ամբողջ ֆրակցիան չէր մասնակցել էր միայն ՀՀԿ-ի իշխանության տարիներին ոստիկան աշխատած այդ Արմեն Խաչատրյանը։ Չէին մասնակցել այլ բարձրաստիճան ԿՊԱ-ականներ, կառավարության անդամներ, հա, եւ սա իրականում ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին, որ մարդիկ թքած ունեն իր որոշումների վրա։ Եվ եթե մարդ, որը հավակնում է փոխել եկեղեցու իշխանությունը, իր իշխանության ներսում չունի աջակցություն այդ իր գործողությունների մասով, ապա պատկերացնել կարելի է, թե որքան է իր այդ գործողությունները մերժված ժողովրդի կողմից։ Եվ ժողովրդի մերժումն էլ երևաց էլի չմասնակցությամբ։ Ինչևէ, կարծում Ալեն Սիմոնյանի նման վարքագիծը
ատամ ցույց տալ էր Նիկոլ Փաշինյանին նախընտրական այս շրջանում, Փաշինյանն իհարկե կփորձի որոշակի ձևով պատժել Ալեն Սիմոնյանին, թե որքանով դա իրեն կհաջողվի, դա արդեն այլ հարց է։ Այստեղ էլ տեսանելի կլինի Փաշինյանի հնարավորությունները, այնպես որ արձանագրենք, որ Փաշինյանը այլևս իր աղջիկ ժամանակվա նախկին նախշում բաժին չէ, եւ հիմա արդեն ԿՊ-ի ներսում կարող են թքած ունենալ իր որոշումների վրա։ Սա իհարկե լավ է մի կողմից, որովհետև սա նշանակում է, որ ԿՊ-ում քչերն են արդեն իրենց ճակատագիրը նույնականացնում Նիկոլ Փաշինյանի ճակատագրի հետ, X պահի նրանք կարող են ճիշտ որոշումներ կայացնել եւ ավելի այսպես մեղմ ճակատագրի արժանանալ։ Այսօր այսքանն ենք առանձնացրել օրվա մամուլի հրապարակումներից, կհանդիպենք վաղը։